Աշխարհը շունչը պահած հետևում է Իրանի շուրջ զարգացումներին։ Լրանում է Թրամփի վերջնաժամկետը, որից հետո, եթե համաձայնություն չլինի, կսկսվի այն, ինչից մարդկությունը սարսափում է։ Այս ամենի մասին կզրուցենք իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, ողջունում եմ բոլորին։ Եվ այսպես Թեհրանը 10 կետանոց փաստաթուղթ է փոխանցել Վաշինգտոնին, ամբողջական տեքստը իհարկե չի հրապարակվում, բայց 1-2 կետ գաղտնազերծվել է, ըստ որի Իրանը պահանջում է, որպեսզի չեղարկվեն բոլոր պատժամիջոցները եւ պարտավորվում է վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը, յուրաքանչյուր նավից էլ $2 միլիոն տուրք է ուզում, որը ուղղելու է ենթակառուցվածքների վերականգնմանը։ Ինչ եք կարծում, Իրանը այնուամենայնիվ ուզում է պատերազմի ավարտ, թե դեռ ինչ-որ պայմաններ է թելադրում։ Ես կարծում եմ ուզում են, արդեն շաբաթները, որ կողմերը առաջարկներ ներկայացնում են, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները 15 կետից պայմաններ էր առաջարկել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դա համարել է ոչ ռեալ, որտեղ նրա մեջ կան ծանր պայմաններ, Իրանը միայն համաձայնվել է, որ միջուկային իր հնարավորությունները կսահմանափակի, բայց հրթիռաշինության հարցով չի համաձայնվում, որ պետք է ուրեմն շարավիղը հրթիռի արձակման փոքրացնի, չեն դրան համաձայնվում։ Իսկ Պակիստանը վերջին շաբաթների ընթացքին շատ ջանք է թափել, որ կարողանա հաջողեցնի այս միջնորդությունը, բայց առայժմ չի ստացվել, ցավոք սրտի, դեռ 14 ժամ մնում է մինչև պարոն Թրամփի սպառնալիքի ավարտը, եւ մենք բոլորս հույսով ենք, որ այս 14 ժամվա ընթացքում գոնե մի ելք կգտնվի։ Շատ հետաքրքիր հարց մատնանշեցիք, որ Իրանը ուզում է տուրք գանձի Հորմուզի նեղուցի համար, ես կարծում եմ դա որովհետև նորություն է, դա չի կարող այնց Միացյալ Նահանգներն էլ դա ընդունի, ինձ թվում է դա միջազգային հարց կլինի, որովհետև բոլորի տպավորությունն է, որ դրանք միջազգային ջրեր են։ Հիմա եթե Իրանն ասում է, որ այդ ջրանցքը միայն իրեն եւ Օմանին է պատկանում, դա նորություն է եւ ես կարծում եմ, որ երևի դա միավորված ազգերի կազմակերպությունում պետք է քննարկվի։ Այնուամենայնիվ, ինչ եք կարծում այն թաքնված կետերը, որ չեն հրապարակվում, ինչի մասին կարող են լինել։ Իրանի պահանջների մասին նկատի ունեմ։ Այո, պահանջների մասին Իրանի նախագահն էլ արտահայտվել է, իրանցիները նաև խոստում են ուզում, որ այլևս նման հարձակումներ չեն կրկնվելու, որտեղ իրենք մտահոգ են, որ արդեն իրենց 47-ամյա պատմության ընթացքում քանի անգամ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարձակվել են իրանական թիրախների վրա եւ դրա համար նաեւ այն որում երաշխիք տալով, որ չեն հարձակվի։ Այո, եւ հետո պատժամիջոցները, ինչպես դուք ակնարկեցիք, ես կարծում եմ իհարկե Միացյալ Նահանգները մեկ անգամից այդ բոլոր պատժամիջոցները չեն վերացնի, հետո այդ պատժամիջոցների թղթածրարն էլ շատ ծավալուն է։ Մենք անցյալում այդ հարցը քննարկել ենք, պատժամիջոցները ամբողջությամբ չէ որ նախագահի ձեռքում են, այսինքն Թրամփը եթե ուզի էլ չի կարող մեկ ստորագրությամբ այդ ամբողջ պատժամիջոցները վերացնի։ Մի մասը նախագահի լիազորություններում է, մի մասը կոնգրեսի լիազորություններում է, հետո այդտեղ կա միջազգային պատժամիջոցներ, որ արդեն դա պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ վերացնի։ Բայց պատերազմը շարունակելու հարցում եւս խնդիրներ կան, ըստ էության միանշանակ չէ ամեն ինչ Միացյալ Նահանգներում։ Թրամփը այժմ խնդիրներ ունի Պենտագոնի հետ։ Այնտեղ քննարկվում է Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի հարցը այս պահին։ Վերջին պահին չեղարկվել է ասուլիսը եւ այլն։ Այսինքն ամեն ինչ հարց չէ նաեւ Միացյալ Նահանգներում։ Այս պահին բանակցություններից կողմերից ում դիրքերն է ավելի շահեկան եւ ավելի ամուր։ Իրանի թե Ամերիկա-իսրայելական տանդեմին։ Հիմա տեսեք, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները բնական է Իրանի համեմատ ավելի ժողովրդավարական երկիր է։ Եթե ժողովրդավարական երկիր է, ուրեմն Սպիտակ տունը հաշվետու է հասարակության։ Դրա համար մենք ամեն օր խնդիրներ ենք նկատում Միացյալ Նահանգներում դեմոկրատ կոնգրեսմենների կողմից, հանրային կարծիքի կողմից, Պենտագոնում եւ անցյալ անգամ մենք ձեզ հետ քննարկեցինք, որ
բարձրաստիճան մի պաշտոնյա էլ ուրեմն հրաժարական էր ներկայացրել եւ հստակ ասել էր, որ Իսրայելն է մեզ ներքաշել այս պատերազմում։ Իսկ Իրանը, քանի որ չունի նման ազատ պայմաններ եւ այնտեղ ավելի շատ կրոնապետական է, գաղափարական պետությունը, առայժմ այնպես են իրենք ցույց տալիս, որ մինչև վերջին շունչ կռվելու են եւ պաշտպանելու են իրենց համակարգը։ Ինչ եք կարծում, այս բանակցությունները խաղաղության ճանապարհային քարտեզ է, թե ըստ էության ժամանակ շահելու փորձ։ Կարծում եմ Իրանին ժամանակ պետք է։ Դե Միացյալ Նահանգները շատ ավելի լայն հնարավորություն ունի զինական իմաստով, ժամանակ Իրանին է պետք, որ կարողանա մեկ իրեն կազմակերպի, որտեղ շատ մեծ հարվածներ ա տեսել, հատկապես այս վերջին շաբաթների ընթացքում ենթակառուցվածքները, գործարանները, նավթամշակման, գազի, հետո պողպատաշինությունը, երկու մեծ գործարան շատ մեծ հարված են ստացել, յուրաքանչյուր 10,000 բանվոր ունեն եւ հիմա եթե գործը քաշվի այս կամուրջներին եւ էլեկտրակայաններին վիճակը ավելի կբարթանա։ Միացյալ Թագավորությունը 40 երկրների ռազմական մասնագետների հանդիպում կանցկացնի եւ օրակարգում ռազմական գործողությունների ավարտից հետո Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման հնարավոր տարբերակների քննարկումն է։ Ստացվում է ըստ էության Հորմուզի շուրջ ձևավորվում է միջազգային կոալիցիա։ Եթե նեղուցում միջազգային վերահսկողություն սահմանվի, սա կնշանակի, որ Իրանի ազատությունը դուրս է գալիս, թուլանում է։ Այո, ուրեմն մենք հիշում ենք, որ պարոն Թրամփը շատ ուժեղ քննադատեց Եվրոպային, քննադատեց Եվրոմիության եւ իր զինակից Միացյալ Թագավորության եւ ՆԱՏՕ-ին, երեք նաեւ Ճապոնիային, որ ոչ Կանադային, Ավստրալիային, որ ոչ մեկը չեք գալիս եւ տեր կանգնեք եւ օգնեք։ Ինչ որ ասում եմ հիմա զենք ուղարկեք, ասում եք չէ, խաղաղություն լինի, հետո մենք մի բան կանենք։ Այդ ծիրի մեջ է, որ հիմա ինձ թվում է այդ երկրները ավելի ակտիվացել են եւ ես կարծում եմ մասամբ Իրանը կընթառաջի, որտեւ Իրանը սիրում է, որ աշխարհի տարբեր այդ ուժերի հակասություններից դե բնական է հանուն իրեն օգտվի։ Վատագույն սցենարի դեպքում տարածաշրջանում ինչ տեղի կունենա։ Մասնավորապես մեզ մոտ Հայաստանում նաեւ։ Հիմա տեսեք Թրամփը այս ընթացքում քանի անգամ իր խոսքը փոխել է։ Դեռ 2 ամիս առաջ իրանցի ցուցարարներին ասում էր, ես գալիս եմ ձեզ օգնեմ եւ իշխանապողություն լինի։ Հետո խոսքը փոխեց, ասեց իշխանապողությունը ձեր ներքին խնդիրն է, Միացյալ Նահանգների հարցը ատոմային խնդիրն է, որ արդեն լուծել ենք, ծանր կերպով ռմբակոծել ենք, Իրանը այլևս չի կարող միջուկային ռումբ սարքի եւ այլն եւ այլն։ Հետո վերջերս ասեց արդեն Իրանի ղեկավարները, ինքը այդպես ասում, առաջի սերնդին ոչնչացրել ենք, ակնարկում էր առաջնորդ Խամենեին, երկրորդ սերնդին ոչնչացրել ենք, ակնարկում էր մի շարք նախարարների։ Հիմա եկել են ավելի այսպես բարեկարգման կողմնակից մեկեր, մենք իրենց հետ փորձում ենք լեզու գտնենք, բայց այդ էլ քանի հոգի իրանցիներ, որ ակնարկում էր, օրինակ պարոն Ղալիբաֆը, որ Իսլամական խորհրդարանի նախագահն է, կամ պարոն Արախչին, որ արտաքին գործերի նախարարն է, բոլորն էլ ասեցին, որ մենք չենք ընդունում այդ բանակցությունները։ Եթե ուրեմն իշխանապողություն լինի Իրանում, բնական է 2-3 տարի անկայուն վիճակ կլինի Իրանում եւ դա կազդի մեր հանրապետության թե տնտեսության վրա, թե կարող է նաեւ անվտանգային հարցեր առաջանան։ Տնտեսության վրա հենց հիմա էլ արդեն ազդել է։ Մենք նկատում ենք խանութներում եւ բենզինի թանկացումները ու ես խոսում եմ մեր Հայաստանի գործարարների հետ, մի մասի բեռները արդեն մնացել են Դուբայում, արդեն չեն կարողանում ծով անցնեն, գան դեպի պարսկական նավահանգիստներ, որ հետո այնտեղից փոխադրվի։ Հետո ռիսկերը շատ շատացել է, բա որ ասենք հայ գործարարի այդ 40 տոննա, 100 տոննա ապրանքը մնա ռմբակոծման տակ, խնդիրներ պատահեն, դա էլ հարց է։ Իսկ անվտանգային իմաստով եթե Իրանը մասնատվի, եթե Իրանը ասենք ֆեդերատիվ լինի, դրանք բոլորը նաև կարող է ազդի
մեր վրա եւ ինչպես մեր հանրապետության վարչապետն էլ ասեց, արդեն թրիփն էլ աշխատանքները առայժմ դադարեցվել է։ Ես իհարկե նկատի ունեի առաջիկա ժամերի ընթացքում, եթե հանկարծ բանակցությունները արդյունք չտան, այսպես ասած մի շրջավորված եւ հերավար բանակցությունները որևէ արդյունք չտան եւ Թրամփը բավարարված չզգա, այս դեպքում ինչ հնարավոր է, ինչ գործողություններ հնարավոր է լինեն, որը կարող է առաջացնել ամբողջ տարածաշրջանի կոլապսը։ Դե տեսեք, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, որ իրանական գործարաններ ռմբակոծում են, բնական է, եթե մեր գործարարները գնումներ էին կատարում, օրինակի համար նավթաքիմիական մշակման այդ գործարաններից մենք բավական ապրանք էինք գնում, այլևս հնարավորություն չենք ունենա։ Եթե գազի վերամշակման կենտրոնները մեկը արդեն շատ ծանր ռմբակոծել է հարավային Փարսը, եթե նորից ռմբակոծի, կարող է այդ գազը, որ գալիս է Հայաստան, վերածվում է հոսանքի, վերադարձվում է Իրանին, կարող է այդտեղ էլ բարդ լինի։ Հիմա եթե էլեկտրոկայանները առավոտյան ռմբակոծի, կարող եմ մենք հոսանքի խնդիր ունենանք, քանի որ մի օքի ես տեսա գրած էր, որ ցանցերը միացված են։ Իսկ եթե կամուրջները ռմբակոծի, ինչպես ասացի, արդեն մեր բեռները հայտնի չի որտեղ կմնա։ Մենք չգիտենք որ կամուրջը կառավարվի։ Իսրայելը հայտարարել եւ զգուշացրել է, որ իրանցիներին զգուշացրել է, որ այսօր երեկոյան հեռու մնացեք երկաթուղային կայաններից եւ կամուրջներից, որովհետեւ դրանք ուղիղ թիրախներ են եւ առաջիկայում մոտակա ժամերի ընթացքում հնարավոր դրանք ռմբակոծվեն։ Իսկ եթե ռմբակոծվի ատոմակայանը, ատոմակայանի մասին խոսք եղել է, որ շրջակայքում ռումբ ընկել է, բայց ես չեմ հավատում, որ Իսրայելը կամ ամերիկան Բուշերի ատոմակայանը ռմբակոծեն։ Նման բան չի լինի, թեկուզ Ռուսաստանը բոլոր նախապատրաստական աշխատանքները դուրս է հանել իր աշխատակիցներին, բայց այնտեղ ի վերջո ուրան կա, չէ, դա ճառագայթում կստեղծի։ Ես չեմ կարծում դա ռմբակոծեն։ Հաշվի առնելով անկանխատեսելիությունը Թրամփի, միգուցե հարաբերություններ կա Ռուսաստանի հետ, ի վերջո այդպես էլ չի։ Ես դրան չեմ հավատում։ Երկաթգիծը, որ դուք ակնարկում եք, դա այնքան մեր տնտեսության վրա չի ազդի, որտեվ մենք երկաթգծով կապված չենք Իրանի հետ։ Բեռները ինչպես են գալիս Հայաստան։ Հիմնականում Բանդար Աբբասից, այսինքն Պարսից ծոցի նավահանգիստներից գալիս են բեռնատարներով։ Մենք երկաթգծից չենք օգտվում, բայց այդ որ ասել է հեռու մնացեք, որտեվ Իրանը դե մի քանի հատ կամուրջ ունի երկաթգծի, որոնցից ամենահայտնին Սարախսն է։ Սարախսը գնում է դեպի Մաշադ եւ այդ հսկայական մի կոթողային կամուրջ է, որ գերմանացիները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սարքել են։ Դա շատ ափսոս կլինի, եթե ռմբակոծեն։ Առաջիկա ժամերի կանխատեսում հնարավոր կլինի այնուամենայնիվ խուսափել աղետից եւ եթե չխուսափենք ինչ է լինելու տարածաշրջանում։ Դե բոլորը աղոթում են, որ գոնե մի միջնորդություն տեղ անցնի, հիմա որտեվ Թրամփը արդեն կնմանի Սուտլինկ Որսկանի, որտեվ ինքը քանի անգամ այս վերջին ժամկետը հետաձգել է 10 օր, 2 օր, 3 օր, հիմա այս վերջին անգամ ասել է արդեն 48 ժամ, որ առավոտյան լրանում է, որովհետև Թրամփը շատ մեծ ճնշման տակ է արաբական երկրների կողմից, իրենց գործարարների կողմից, կոնգրեսի կողմից, որովհետև մենք լսում ենք, որ Միացյալ Նահանգներում արդեն բենզին ինչքան թանկացել է, եւ դրանք բոլորը ազդում է նաեւ իր ընտրական գործընթացների նոյեմբերի ուրեմն կոնգրես միջանկյալ ընտրությունների վրա, հետո աշխարհի ֆուտբոլի գավաթը կա հունիս ամսին Միացյալ Նահանգներում, հետո ընդհանրապես Թրամփը չի սիրում երկար ժամանակով մի գործողություն, այն սիրում է միշտ մտածում էր Վենեսուելա կլինի 10 ժամով հարց կփակի, բայց տեսավ որ հնարավոր չի։ Դրա համար Թրամփն էլ շատ ճնշման տակ է եւ ուզում է մի ելք գտնի, հիմա այս վերջին ելքն է ուզում փորձի առավոտյան
Ես չեմ կարծում Այսինքն հայտարարությունը Թրամփի, որ գրողի ծոցը կուղարկի ամբողջ Իրանը եւ այլն, այսինքն շատ կոշտ հայտարարություն ունեցավ նախորդին։ Այսինքն դուք կարծում եք դա զուտ վախեցնելու եւ սթափեցնելու նպատակով է արվել։ Չկանեն, մի քանի տեղ կռմբակոծեն, մի քանի կամուրջ եւ էլեկտրոկայան կռմբակոծեն։ Հիմա հետաքրքիր է, ուրեմն էլեկտրոկայանները չեն պայթեցնի։ Միացյալ Նահանգները, ես չգիտեմ, կարող ուրիշ երկրներ էլ ունեն, ես տեղյակ չեմ, բայց Միացյալ Նահանգները ունի գրաֆիտային ռումբ։ Այդ գրաֆիտային ռումբը, երբ որ արձակում է էլեկտրոկայանի վրա, միայն հոսանքն է անջատում, բայց չի ավերում, չի պայթեցնում, չի վնաս հասցնում։ Միայն հոսանքը անջատվում է, որտեղ այդ գրաֆիտային ռումբը կարճ միացում է ստեղծում։ Կարճ միացում է ստեղծում, էլեկտրոկայանը այդ խաբվում է եւ հոսանքը անջատում է։ Նախատեսությունը ռազմական փորձագետների, ես որ կարդացել եմ, դա որ ինքը կփորձի էլեկտրոկայանները գործից գցի, բայց ոչ թե ավերի, որովհետեւ եթե ավերի, հետո տասնյակ տարիների խնդիր կա, հետո Իսրայել եւ Միացյալ Նահանգները մի մեծ դժվարության առջեւ էլ որ կանգնած են, Իրանի հանրային կարծիքը գնալով դժգոհում է Ամերիկայից եւ Իսրայելից, որս ինչ է կանում, բա մեր տնտեսությունը, բա մեր ժողովուրդը, բա մենք ոնց ենք ապրելու։ Հիմա հասկացանք դուք իսլամական հանրապետության ղեկավարներին եք սպանում, հասկացանք որ ասենք զինված ուժերին եք վնասում, բայց հիմա անցել եք ենթակառուցվածքներին եւ ժողովրդին եք վնասում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք իրանական զարգացումների մասին խոսում էինք իրանագետ Տիգրան Դաուդյանի հետ։ Ցտեսություն։